Այո, շատ ճիշտ եք նկատում, որովհետև Փաշինյանը Փաշազադեի հրահանգից հետո սկսեց այսպես քայլ-քայլ, հա, նախ անձնական վիրավորանքներ, խիստ վիրավորանքներ, եկեղեցին չուրանացված էր անվանում, եթե անձի դեմ է պայքարը, ուրեմն ինչու ես եկեղեցին վիրավորում։ Իդեպ դրանից ավելի վաղ նա շրջում էր Հայաստանի տարբեր մարզերով, որտեղ խաչ էր տեսնում, ասում էր, այս խաչերը պիտի քանդենք, հեռացնենք, հա։ Այսինքն հոգևորականները սիրում են, չէ, հաճախ ասում են սատանան խաչից է վախենում, ժողովուրդն էլ է դա ասում։ Այսինքն համեմատությունը այլ բան չես կարող ասել, հա, եթե տեսնում ես երկրի ղեկավար մարդը իր հավատով գնացել ինչ որ մի հատվածում աղոթատեղի է ստեղծել, մատուռ է կառուցել, խաչ է բարձրացրել եւ դու ինչու ես այդպես վրթովում դրանից։ Հիմա տեսավ, որ այդ անձնական նեղ այդ հաշվարկները չաշխատեցին, սկսեց կագեբեական, չգիտեմ ինչ այսպիսի բնորոշումներ տալ մեր կաթողիկոսին, այսինքն անընդհատ ինչ-որ նոր բաներ է մոգոնում։ Հիմա էլ թե եկեք բարենորոգենք եկեղեցին։ Տեսեք, այս իշխանությունը անունը երբ դնում է այս կամ այն ոլորտի բարենորոգում, մենք տեսնում ենք, չէ, ուղղակիորեն քանդում է։ Դա կրթական համակարգը, մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Թուրքական չափորոշիչներն այսօր մեր դպրոցում են։ Հիմա եկեղեցին են բարենորոգում։ Ես ուզում եմ հետևյալ հարցը տալ. ինչպես կարող է աշխարհիկ մեկը, ով մերժում է խաչը, բայց ձևացնում է իբր ինքը եկեղեցու հետևորդ է, Քրիստոսից էլ մեջբերումներ է անում Աստվածաշնչից, բայց բիրտ մեթոդներով ինչպես հնարավոր է արդյոք բարենորոգիչ լինել։ Եվ ուզում եմ հասկանալ, Փաշինյանն ունի այդ իրավունքը բարենորոգելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, խնդրեմ։ Garç պատասխան, բացարձակապես ոչ։ Եթե garç պատասխան ուզում եք, բացարձակապես ոչ չունի։ Ով իրեն իրավունք է տվել նախ հայ առաքելական ծևանալ, դա էլ ասեմ։ Հայ առաքելականը նախ անուն չէ, հա։ Հայ առաքելական լինելը անուն չէ։ Մեկ ասում է ես հայ առաքելական։ Եթե այդպես է, ես այստեղ փողոցով անցնող ովև ցանկացած ամերիկացին մեկ օրվա ընթացքում հայ առաքելական կվերածեմ։ Այդպես է առաքելականը։ Առաքելականը չի կարող լինել անունով։ Առաքելականը կյանք է, ապրում է։ Առաքելական լինելը առաքյալների հավատքին հետևորդ է լինել։ Առաքելական լինելը սուրբ հայրերին սկսած առաքյալներից միջև անցնելով սուրբ հայրերը, միջև սուրբ Գրիգոր Լուսավորիչ, միջև հասնելու այսօրը։ Այս մարդը չունի առաքելական հավատք։ Այս մարդը ունի ընդամենը մի քանի գաղափարներ քրիստոնեության մասին, լսել է, սորվել է, աչեն ցախեն, բրցրել է, այսպես ասած, ինչպես գիտեք, մարդիկ կան, որ գիրք մկրելու համար աչից ցախից էջեր են բրցնում, որովհետեւ սկսեն գիրք մտը իրենց համար հրադարագել, պատրաստել։ Չունին իրենց պատրաստված թեզիսը չունին։ Այս մարդը եկել է, որովհետեւ քանդի ամեն բան, որ հայը ունի։ Եթե ցեզ ասում է, ես ցեզ սիրում եմ, դա կնշանակի, ես ցեզ ատում եմ։ Երբ որ ասի Հայաստանը իմ երկիրն է, դա կնշանակի Հայաստանը իմ երկիրը չէ։ Երբ որ ասի ցեր արչով խոնարհվում եմ, դա կնշանակի, որ դուք բոլորը իմ արչով խոնարհվեք։ Դա է նշանակում։ Ամեն ինչ պետք է հասկանալ հագարակ։ Ամեն ինչ։ Երբ որ ասեց Արցախը Հայաստանը է վերջ, արդեն բոլորս տեսանք դրա իրական իմաստը։ Հիմա չի ասում բնականաբար։ Բայց հետևաբար նայեք Արմինե ջան, այս բոլորը երբ որ նկատի առնում եք, տեսնում եք, որ այլևս իհայտ կա, որ հայը այլևս իրավունք չունի հիմար ծևանալ, այլևս իրավունք չունի ասելու, որ չէ, ինքը լավն է, ինքը խապել է եւ այլ։ Տեսեք, սա կնշանակի, որ մենք քաղաքականապես եւ ասկային ուսուցման կողմից շատ եփած չենք, շատ պատրաստված հասունացած չենք։ Պետք է հասունանա այս ժողովուրդը, որովհետեւ հասկանա, որ մեր երկիրը վտանգվել է։ Այսինքն թաս պետք է լինի Արցախում ինչ եղավ սահմանամետ շրջաներում եւ այս բոլորը նկատի առնելով քրիստոնեական հավատքը մեկում պետք է դա ավելացնել դրա հետ հասունությունը քաղաքական եւ փորձառությունը մարդկային, որովհետեւ այս բոլորը երբ որ ավելացնում ենք իրար հետ, տեսնենք որ այս բոլորը դուրսի երկիրների խաղեր են մեր գլխին, որովհետեւ մեր փոքր ասկը, որ արդեն վտանգվել է, որովհետեւ արդեն մեր ասկի մեծ մասը Հայաստանից դուրս է ապրում, ոչ թե Հայաստանի մեջ։ Մոտ 70-75 եթե ոչ ավել տոկոս մեր ժողովրդի ապրում է արտերկրում։ Դրա համար իրենք փորձում են այդ բոլոր համարները ավելի համալրել եւ երկիրը դարձնել իրենց համար հեշտ եւ այսպես իրենց գարքի լծակ արեմդյան ինչ որ մի երկիրներ, հետ լինելով Թուրքիան, Ադրբեջանը, Բրիտանիան, Իսրայելը,
Նաև Ամերիկայի համար այդքան տարբերություն չունի Հայաստան գա չգա եւ այլն։ Կարևորը հիմա իրենց համար այս քաղաքական մոտեցումներն են, որովհետեւ իրենց ճշտամին Ռուսաստանը լինելով այս խաղերի մեջ փորձում են ներքաշել Հայաստանը, ինչպես որ արեցին Ուկրաինայի գլխին եւ տեսանք Ուկրաինացի խեղճ ժողովրդին ինչ պատահեց այս բոլորի մեջ։